Breakpoint Go Sport FM փոդքասթի հերթական հյուրը դերասանուհի Լիա Զախարյանն է։ Դերասանուհին զրույցի ընթացքում վերհիշել է ամիսներ առաջ իր հետ տեղի ունեցած անախորժ պատմությունը կապված Yandex Go ընկերության վարորդներից մեկի հետ։ Ես շատ նամակներ եմ ստացել կապված այդ վարորդի հետ, որ նա վատ ու կոպիտ վերաբերմունք է ցուցաբերել այլ հաճախորդների հետ ևս։ Շատերի մոտ թյուր կարծիք էր, որ Լիան 200 կամ 400 դրամի համար վիճաբանության մեջ է մտել վարորդի հետ, բայց բնականաբար ոչ։ Այստեղ խնդիրն այն էր, որ երբ պատվերն ավարտվում է եւ վարորդը ավարտի կոճակն է սեղմում, այնտեղ ցույց է տալիս վերջնական գումարի չափը, եւ ինչու ես պետք է վճարեմ ավել գումար, որ լսել եմ հայհոյանք եւ վիրավորանքներ, իհարկե չեմ վճարի։ Այդտեղ արդեն իմ պրինցիպիալ վերաբերմունքն էր, անկեղծացել է դերասանուհին։ Իսկ մենք առաջարկում ենք դիտել նաև այն տեսանյութը, որն ամիսներ առաջ դերասանուհին հրապարակել էր Instagram-յան հարթակում, հայտնելով խնդրի մասին։ Ընկերներ ջան, ուզում եմ ձեզ հետ կիսվել մի զավեշտալի դեպքով, որը տեղի է ունեցել ինձ հետ այսօր, սեպտեմբերի 8-ին, Yandex-ի մեքենաներից մեկում, երբ ես դեռ տեղ չհասած, հասկացա, որ հասցեն սխալ եմ նշել, հասցեն փոփոխեցի եւ արժանացա մի վերաբերմունքի, որի տեսանյութը դուք կտեսնեք հաջորդ սթորիում։ Բնականաբար այդ վերաբերմունքը, վիրավորանքները եւ կռիվը երկար են տևել, ուղղակի ես կեսից հասկացա, որ պետք է նկարեմ ու պարտավոր եմ, որովհետև այլ կերպ չեմ կարող ապացուցել ոչ մեկին, որ տվյալ վարորդը ինձ նման անձնական վիրավորանքներ է հասցրել։ Սկզբում չէի նկարում, ուղղակի լսում էի ու ասում էի՝ մի վիրավորեք, ես ձեր աղջկա տարիքի աղջիկ եմ։ Ես ասում, ես քեզ ինչ պետք է ասեմ։ Դուք ինձ ասացիք աննասուն։ Հա, բա աննասուն ես, բա ինչ ասեմ։ Այ ոչ խար, բա քեզ ինչ ասեմ։ Հա։ Բա որ դու հետ ես քեզ ինչ ասեմ։ Սկզբում ուղղակի փորձում էի հասկանալ ինչու, հետո փորձում էի իրավիճակը ուղղակի հանդարտեցնել, կրքերը հանդարտեցնել, բայց վարորդը կտրականապես չէր հանդարտվում, ոչ մի ձև, ես իրան փորձում էի ասել, որ ես իգական սեռի ներկայացուցիչ եմ, ես իրան փորձում էի բացատրել, որ ձեր երեխայի տարիքի աղջիկ եմ, ուզում էի ասել, որ մի վիրավորեք, դուք իրավունք չունեք եւ այլն, բայց ամեն ինչ ապարդյուններ, ասեմ ավելին, իմ հետևից մտավ այն հասցեն, որտեղ որ ես գնացել եմ ու ինձանից պահանջում էր ավել գումար։ Գումարը կազմել էր 1200 դրամ, ես քրինիկա տեղադրեմ ինձանից պահանջում էր 1700 դրամ։ Եկել եք իմ տան մեջ ձայն եք վարձած։ Ես եկել եմ Սևանից խնդրել, որ այդ դուք եթե խնդրեք, դուք կխնդրեիք, ինքը կվճարեր, բայց դուք մտել եք իմ տան մեջ ու ձայն։ Բնականաբար մինչև այս թորին անելը ես գրել եմ Yandex-ին զանգահարել է, ամեն ինչ պատմել եմ եւ ասել եմ խնդրում եմ, ինձ տրամադրեք հեռախոսահամար, որ ձեզ ուղարկեմ տեսանյութերը, որ ձեր աչքով տեսնեք եւ ձեր ականջով լսեք։ Դեռ հեռախոսահամար չեն տրամադրել եւ ես տեսանյութերը չեմ ուղարկել։ Ամեն դեպքում ես գիտեմ, որ պարտավոր եմ նաեւ դիմել ոստիկանություն, որ հետո չասեն, եթե ձեզ անձնական վիրավորանք են հասցրել ու սպառնացել են եւ եթե այդ ամենը այդքան լուրջ էր, ապա ինչու չեք դիմում կամ դիմել ոստիկանություն։ Այո, ես ոստիկանություն եւս դիմելու եմ շուտով, բայց նաեւ որոշեցի, որ ձեզ էլ ներկայացնեմ, որ դուք էլ տեսնեք, որ հետո անտեղի ինչ որ խոսակցություններ, փոփոխություններ տեղի չունենան։ Իրականում կապ չունի, թե ինչ է եղել, հասցեն փոփոխվել է, թե ոչ կամ քանի անգամ, փաստը մնում է փաստ, որ ինձ բարձրաձայն սպառնացել եւ վիրավորել են։ Իսկ թե ինչու տեսանյութը տեղադրելուց չեմ փակել վարորդի դեմքը, որովհետև ուզում եմ իրան դեմքով ճանաչեք։ Գուցե հետևորդներիս մեջ հայտնվի մի մարդ, ով որ վարորդի բարեկամն է, կամ ընտանիքի անդամն է, կամ ծանոթն է։ Ես ուզում եմ դուք տեսնել, թե որքան վտանգավոր է ձեր բարեկամը, ձեր ծանոթը հասարակության համար։ Կամ պարզապես դեմքով ճանաչեք, որ եթե հանկարծ հանդիպեք նրան փողոցում
կամ որպես վարորդ մոտիկանա ձեզ, իմանաք, որ պետք է զգուշանալ եւ պաշտպանվել նրանից։ Շնորհակալություն։ Ցանկացած հարց, ցանկացած կոնֆլիկտ ունի երկու տեսանկյուն եւ ամեն մեկը իր տեսանկյունից իրավացի է, վստահ եմ։ Ամեն դեպքում այն ինչը որ ես լսել եմ եւ զգացել եմ երեք մեքենայի մեջ, դա իմ համար շատ անընդունելի էր, շատ վախենալու էր, այն աղջիկները, ովքեր ինձ ասում էին ոնց եք համբերել, պայուսակով խփեիք, մեքենայից տեղում իջնեիք կամ մի բան անեիք, ընկերներ ջան, շոկի պարագայում դու ոչինչ ես կարողանում անել։ Այդ մեկ, եւ երկրորդը ես ինքս բռնության կողմնակից ու սիրահար չեմ, եւ երրորդը ես անկեղծ վախեցել էի։ Ու չորրորդը ես կարծում եմ, որ ամենամեծ պատիժը ոչ թե դա բռնությունն է, այլ օրենքն է։ Հիմա երկմտանքի մեջ եմ, եթե ես երեք հստակ գիտեի, որ ուզում եմ դիմել ոստիկանություն, որ այո նման մարդիկ պետք է պատժվեն եւ իրենց պատիժով օրինակ ծառայեն մյուսների համար, հիմա երկմտում եմ արդյոք պետքա թե չէ, որովհետև այս մեծ աժոտաժը որ եղավ, ես կարծում եմ դա արդեն պատիժ է իր համար, իր ընտանիքի համար, իր զավակների համար, դա արդեն պատիժ է։ Արդյոք այս իրավիճակից դաս քաղեցին մյուս վարորդները։ Արդյոք այս իրավիճակը դաս տվեց եւ սթափեցրեց Yandex-ին, Gigi-ին եւ մյուս տաքսի ծառայություններին ու կազմակերպություններին։ Սա է իմ հիմնական երկմտանքի պատճառը։ Արդյոք այս դեպքը, միջադեպը դաս հանդիսացավ տաքսի բոլոր ծառայությունների, կազմակերպությունների ու վարորդների։ Ես ինքս հարգում եմ բոլոր մասնագիտությունները եւ բոլոր աշխատանքները եւ բոլոր մարդկանց իրենց մասնագիտությունների եւ աշխատանքի մեջ, բայց սա այն կարևոր մասնագիտություններից եւ աշխատանքներից է, որը սերտ կապ ունի մարդկային կյանքի հետ։ Դուք մարդուն A կետից տեղափոխում եք B կետ։ Ձեր մեքենայից օգտվում են դպրոցականները, ուսանողները, կանայք, աղջիկները, հղիները։ Դուք հասկանում եք իմ մտավախությունը նրա մեջ է, որ երեխայի աղջկա կնոջ համար ապահով չի տաքսի կանչել ու նստել, եթե քո կողքը չկա տղամարդ, քո վրա կարող են գոռալ, քեզ կարող են սպառնալ, քեզ կարող են վախեցնել, մեքենայից իջացնել, վիրավորել։ Դուք պատկերացրեք իմ փոխարեն նստած էր դպրոցական մի երեխա, ով որ շփոթել էր տան հասցեն, ճանապարհին հասկացել էր եւ որոշել էր հասցեն վերանայել ու վարորդը սկսում է մունատ գալ ու գոռալ երեխայի վրա։ Դուք հասկանում եք, չէ՞, որ այդ երեխան մանկական տրավմա կարա ունենա։ Իմ վարորդը, որ սկզբում սկսեց ին վրա մունատ գալ, ես ասացի ներողություն, դուք ին վրա մունատ եք գալիս, ես դուքով եմ խոսել մինչև վերջ։ Սկսեց գոռալով պաշտպանվել, ասում եմ, իսկ հիմա դուք նաև գոռում եք, բացի այն, որ մունատ է գալիս։ Հետո սկսեց մանիպուլյացիա անել, որ իմ նմանների համար ինքը գնացել է 33 տարի կռվել է հողի համար։ Ես ասացի ներողություն եմ խնդրում, բայց ձեր հետևում նստած է աղջիկ, որը ձեր երեխայի տարիքին է։ Ձեր կողմից տգիտություն է նման կերպ վարվել աղջկա հաճախորդի հետ, որից հետո արժանանում եմ մեծ վիրավորանքների։ Շատ կարևոր է, որ մարդը զբաղվի այն աշխատանքով, որը որ սիրում է։ Միայն այդ դեպքում դու կարող ես լինել հանգիստ, խաղաղ, ներդաշնակ, ինքնաբավ ու երջանիկ։ Եթե դու դա անում ես ուղղակի գումարի համար, որովհետև պետք է, ոչ դու ինքդ ես հաճույք ստանում, ոչ է կարողանում ես շատ ճիշտ եւ որակյալ ծառայություն մատուցել դիմացինին։ Եթե չեք ուզում լինել վարորդ, մի եղեք։ Եվ ձեր վարորդ լինելով մի նեղացրեք ու մի վիրավորեք ձեր հաճախորդներին։ Ցանկացած մասնագիտություն եւ աշխատանք գովելի է, ընդունելի է, բայց այն մասնագիտությունները, որոնք սերտ կապ ունեն մարդկանց հետ, հասարակության հետ, դրանք շատ մեծ պատասխանատվություն են պահանջում։ Հարգեք ձեր աշխատանքը, ձեր մասնագիտությունը եւ պատասխանատվորեն մոտեցեք, խնդրում եմ, չի կարելի այդպես։ Հուսով եմ վարորդներ կան իմ հետևորդների